Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկ+-ի IFE+ հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման ընտրությունները ամենևին չափածուցեցին նոր քաղաքական մշակույթին անցնելու իշխանությունների հայտարարությունների անկեղծությունը, համոզված է Ազգային ժողովի ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը։ Արդյունքները դեռ չեն ցույց տալիս, որ կան իրական փոփոխություններ կամ այդ իրական փոփոխությունները վաղը գալու են։ Այնպես որ ինձ թվում է նաև ամսի 2-ին ունենալու ենք շատ թեժ պայքարներ։ Թիմ ընտրությունների ժամանակ քրեական տարրի գործողությունների պատասխանատվությունը պետք է կրի հանրապետական կուսակցությունը։ Ազգագրագետ Հրանուշ Խարատյանի այս դիտարկմանը իշխող կուսակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը արձագանքեց այսպես. Ինչ հանրապետական կուսակցությունը պատասխանատվությունից երբեք չի խուսափում։ Հենց դրա համար այս չգիտեմ, շան լավն է դապում միայն հանրապետական կուսակցությունը։ Բայց դա դեռ պատասխանատվություն չի։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը կարևորում է Իրանի նախագահի առաջիկա այցը Հայաստան, որով նոր փուլ կբացվի հայ-իրանական հարաբերություններում։ Ըստ էության մենք Իրան-Հայաստան հարաբերությունները զարգացնելով ոչ միայն երկկողմ խնդիրներ ենք լուծում կամ երկկողմ, ասեմ այսպես, հարաբերություններն ենք բարձրացնում նոր որակական մակարդակի, այլ նաև այս միջոցով կարողանում ենք ապահովել տարբեր խաղացողների շահերի, եթե կարելի այսպես ասել, սպասարկում։ Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատեր Արմենակ Խաչատրյանը մեկ շաբաթ է տալիս կառավարությանը իրեն օգնելու։ Հակառակ դեպքում կփակի ֆաբրիկան եւ կարտագաղթի Հայաստանից։ Ֆաբրիկան 3 տարում 6.5 միլիոն դոլարի պարտք է փակել Առեքսիմ բանկում ու այլևս չի կարողանում պարտավորությունները կատարել։ 450 աշխատողից գործարանում այժմ 5 հոգի է մնացել։ 3 անգամ գոնե 9 վարչապետը ընդունել է։ Իրանից ներքև ոչ մեկ չի ընդունել։ Մեկ էլ էս նոր էկոնոմիկայի նախարարը ընդունեց։ Այնպես տպավորություն ա, ոնց որ խիղճը ստանջի, դրանց ձեռը ոչ մեկի ոչ մի բան չկա, վերջում այդ մեն տուպիկ է, ռաստով։ Գագիկ Ծառուկյանը չի վերադառնա քաղաքականություն, նա հիասթափվեց ու հեռացավ, այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մաղսուդյանը։ Արձագանքելով այն մեկնաբանություններին, որ իշխանությունները Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո պատրաստվում են Ծառուկյանին վերադարձնել քաղաքականություն։ Սպորտսմեններին աջակցում է եւ մեր երկրին պատիվ բերում, բայց երբ Ծառուկյանի ասածը ընդունեցին, երբ է խելամիտ խոսքը այս երկրում լսելի դարձել։ Ես չեմ կարծում, որ Ծառուկյանը կվերադառնա, տենց բան չկա, ասաց պատգամավորը։ Երեք մի քանի 100 ակտիվիստ հանրահավաք է անցկացրել Բաքվի կենտրոնում, բողոքելով սահմանադրությունում երկրի նախագահի լիազորություններն ընդլայնող փոփոխությունների մասին սեպտեմբերի 26-ին կայանալիք հանրահավաքի դեմ։ Չնայած ակցիան թույլատրված էր իշխանությունների կողմից, ոստիկանությունը ձերբակալել է հանրահավաքի առնվազն 10 մասնակցի եւ մի քանի լրագրողի։ Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը քննադատել է The Wall Street Journal-ին ամբողջական էջով տպագրված հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդային հայտարարության համար։ Կիրակի նա պարբերականի հասցեին ուղղված հոդված է տպագրել նույն պարբերականում։ Ցեղասպանության ժխտում չի կարելի թույլատրել վերտառությամբ։ Քարդաշյանը նշել է, որ իրեն եւ իր ընտանիքին խորտ չեն մամուլում տեղգտած սուտ հրապարակումները։ Սուտ լուրերը լավ վերնագրեր են ստեղծում, լավ վերնագրերը ապահովում են վաճառք, ասել է Քարդաշյանը, հավելելով, որ ցեղասպանությունը ժխտող հրապարակմանը սակայն չէր կարող չարձագանքել։ Օրվա լրահոսը։ Սեպտեմբերի 18-ին Հանրապետության 317 համայնքներում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները իշխանությունների համար միայն տեղական նշանակություն չունեին։ Սրանով հաստատվում է այն, որ հենց այս տեղական մարմինների վրա է հենվելու ապագա ազգային ժողովի ընտրությունների ժամանակ այդ տարածքային վարչական ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջոցով իշխանության քվեների ապահովման մեխանիզմը։ Ըստ դիտորդների ընտրությունները աչքի ընկան ընտրախախտումների առատությամբ։ Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ այն համայնքներում, որտեղ
գոնե մի քիչ մրցակցություն կա, գոնե ալտերնատիվ տեխնացու կա, ապա այդ ընտրատեղամասերում կամ այդ համայնքներում հավանականությունը ընտրախախտումների բարձրանում է։ Արարատի մարզի Նոր կյանք համայնքում գործող գյուղապետ Հանրապետական Մայիս Աբրահամյանին հաղթեց միակ այլընտրանքային տեխնացու քաղաքացիական պայմանագիր կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Գարիկ Սարգսյանը։ Ամեն մի համայնք ունի յուրահատկություն եւ իսկապես կան տարբեր գործոններ, որոնք ազդում են ընդդիմության հաղթանակի համար։ 650 տուն կա այդ գյուղում եւ մեր թիմը այցելել է 420-ը եւ յուրաքանչյուր բնակչի հետ մենք այն թիմով իրականացրել է քարոզչություն, զրուցել է, ծանոթացել է։ Հոկտեմբերի 2-ին ի թիվս մնացած համայնքների ընտրություններ են սպասվում Գառնի համայնքում։ Գյուղական վայրերում մի փոքրիկ կարծրատիպ կա, որ փորձում են ելնել ազգակցական շահերից, փորձում են կոտրել այդ կարծրատիպը։ Մարդկանց գիտակցական մակարդակը բավականին փոխվել է, քանի որ մենք լուրջ պայքար ենք ունեցել Ազատգետի հետ կապված եւ կարողացել ենք միասնականություն արձանագրել եւ հաջողություններ։ 317 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Հանրապետությունում գրանցվել է 49.42% մասնակցություն, որից 108-ը, որոնք առերևույթ պարունակել են հանցագործության հատկանիշներ, ուղարկվել են ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ ստուգողական աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Հայաստանը մասնակի ազատ պետություն է, ազատությունը աշխարհում 2016 ամենամյա զեկույցում այս գնահատականն է տվել Freedom House միջազգային կազմակերպությունը։ Կարելի է ավելի խիստ գնահատականներ տալ։ Freedom House-ը ոչ բավարար է համարում քաղաքական ազատությունների մակարդակը։ Ըստ զեկույցի կուսակցությունները չնայած ունեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու ազատություն, սակայն իշխող ուժն իր ռեսուրսներով պահպանում է իշխանությունը։ Բացարձակապես վարկաբեկված հանրապետական կուսակցությունը, որը իշխող կուսակցություն է եւ կար մինչեւ վերջին ժամանակները իրոք ամեն ինչ անում էր եւ խաթարում էր այդ ազատությունները, հա, քաղաքական ազատությունները։ Գիտեք, հիմա կարծես թե ինչ որ չափով գիտակցել են, հա, իրենց այդ մերժված լինելը, ոչ միայն մերժված, ավելի կոպիտ բառ կարելի է նույնիսկ հնչեցնել, հա, նրանց մասին։ Եվ հիմա ոնց որ այս վերջին իրադարձություններից հետո նահանջել են շատ քիչ ետ։ Freedom House-ի գնահատման փոքրինչ բարվոք է վիճակը քաղաքացիական ազատությունների մասով, թեև հավաքների ազատություն կա, սակայն անհամաչափ են լինում ոստիկանների գործողությունները։ Ուղղակի ապականել է ոստիկանությունը, հավաքները եւ հավաք հասկացությունը, Սերժ Սարգսյանը, որը ասում էր մոռացեք էլ չի կրկնվի լրագրողներին, չէ, այդ ոստիկանական վայրագությունների, բանդիտական հարձակումների հետ կապված, բայց մենք տեղյակ ենք, որ երեք եւս չէ լրագրողի ծնոտ են ջարդել։ Հայաստանը 100 բալանոց համակարգով ստացել է 46 միավոր։ Այս սանդղակում 0 վատագույն միավորն է, իսկ 100-ը լավագույնը։ Նման գնահատականները չեն անհանգստացնում իշխանության ներկայացուցչին։ Վատ տեղ չենք գրավում, այլ հարցը որ պետք է դրանով չբավարարենք, առաջ գնանք։ Ինչ վերաբերում է մամուլի ազատությանը, ապա ազատ է համարվել համացանցը, մասնակի ազատ լրատվական դաշտը։ Հայաստանի տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցները գնահատվել են կապակցված քաղաքական ուժերին։ Զեկույցի հեղինակները նաեւ արձանագրել են լրագրողները հաճախ ոտնձգություններից խուսափելու համար դիմում են ինքնագրաքննության։ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը դեռ չգիտի արդյոք կմնա նոր պաշտոնում։ Ինչպես կորոշեն, ես այնպես էլ կվարվեմ։ Բա վարչապետը եկել է պետք է փոփոխություններ անի։ Ընդհանրապես պաշտոնը մի օր գալիս է, մի օր էլ պետք է գնաս։ Հրանուշ Հակոբյանը մասնակցում էր Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված Սիրիահայ մշակույթի շունչը բարեգործական ցուցահանդես տոնավաճառի բացմանը։ Գաթայի ափսեները, որ այսօք նորեն 12 հատով կվերցնեին։ Բادرակաղները 12 հատով, այսինքն ամեն ինչ որ գար մի հատով, եթե կարողացան։ Արծաթագործ Լևոն Քեոշկերյանը համեմատում է սիրիական եւ հայկական շուկաները, ընդգծում է իր գործերը բացառապես ձեռքի աշխատանք են եւ բացառապես բարձր կարգի արծաթից։ Հայաստանում շատերի համար չէ, որ իր արտադրանքը մատչելի է։ Սիրիայում խանութ ուներ, իսկ հաճախորդների պակաս ոչ։ Երևանում խանութի մասին չի էլ մտածում։ Խանութի բարական մի քիչ հիմա ներկայիս դժվար է, այսինքն որով ես պիտի իմ վրա սլա երկու տեսակի վարձ, այսինքն խանութի վարձ եւ դունի վարձ։ Ռիտա Մարկոս
Պողոսյանը ուլունքագործությունը Հալեպում է սովորել, սակայն այնտեղ աշխատելու մասին չի էլ մտածել։ Միայն Հայաստանում է, որ այս արհեստով փորձում է գումար վաստակել։ Երանի ավելի շատ հաճախորդ լավ, ավելի մեզի քաչալերեն, մենք ալ վաճառենք։ Եթե մեր ցանկացած արժեքին չափ մեր քիները որ ցնենք, չի վաճառվի։ Այս որ մենք արդեն միջին քիներով կվաճառենք, թե ժողովուրդ վարժվի, սովորի մեր քաղցրավենիքները, ընդ ալ մենք քիչ մի փող ստանանք, որ այս Հայաստանի մեջ կոյադևենք, այս տան բարձկերը մեզ համար շատ մեծ խնդիր է։ Դարի Թադեկիմերճյանն էլ ընդգծում է Հալեպում ընտանիքի կարիքները ամուսիններ հոգում, իսկ Հայաստանում արդեն 3 տարի է աշխատանք չի գտնում։ Աշխատատեղերի բացակայությունը եւ շուկայի փոքր լինելու մասին բոլոր սիրիահայերն են փաստում, այդուհանդերձ փորձում են ընտելանալ, վերադառնալու մասին քչերն են մտածում։ Տավուշի մարզի Սարի գյուղ համայնքում արդեն մոռացել են, թե ինչ է հարսանիքը, թեև միշտ էլ այս գյուղ դժվարությամբ են հարս եկել։ Աղջիկ չեն տվել, ինչի պատճառով, որ մեր գյուղում ջուր չկա։ Այդ աղջիկը պետք է ջուր կրեր։ Այսօր էլ խնդիրը լուծված չէ, Վրաստան գնացող միջպետական ճանապարհն այս գյուղի միջով է անցնում, սակայն խմելու ջուրը դեռ աղբյուրից են բերում։ Օրվա մեջ մի քանի ժամ ունեն մենք, բայց դա այդքան էլ չի բավարարում մեր պահանջներին։ Ոռոգման ջուրը 5 օրը մեկ են տալիս 2 ժամով։ Խմելու ջուրը ընդամենը 3 ծորակ է գյուղում, հեռավորությունից այդ օգտագործելու համար, խոհանոցի համար, ձեռքով ենք բերում։ Այս գայդի գյուղը, որ ամբողջ ռայոնին պահելիս ալ, հիմի ջրի խաթը, ոռոգման ջրի խաթը ժողովուրդ թողում են հեռանան։ Ահա վիճակը տա է։ Տեր ու տիրական չկա այդ գյուղերին։ Բացի ջրի խնդրից Սարի գյուղցիներին գործազրկության եւ արտագաղթի հարցերն են անհանգստացնում։ Երիտասարդները արտագնա աշխատանքի որ գնում այն ապրում, մնացածն է գյուղում նստած։ Գնում են, մնում են, ավելի շատ մնում են։ Գյուղում մի ամենակիչ երևի 100 տուն դատարկ է, ապրող չկա մեջ։ Սարի գյուղում մնացել են թոշակառուները, կանայք եւ երեխաները։ 30 մայ թոշակ եմ առնում, ես դրան ոնց տուն պահեմ։ Ոնց կողամի 50-60 հազար պետք է որ ոնց ասա նորմալ է չեմ կարող ապրեմ, բայց գոյությունից կպահեմ։ Որ տունը մտնես սոդը, պարտքեր, թոշակստան պարտքեր պակում նոյզմում, չնոյզնիսյանը, նիսյանը լուչում։ Սահմանամերձ Սարի գյուղում պարբերաբար կրակոցներ են հնչում։ 9-ամյա Խաչիկը խոստովանում է, վախենում է կրակոցներից, որոնք հնչում են նաև դասերի ժամանակ։ Իսկ ուսուցչուհին ինչ է ասում։ Ասում է գնացեք տուն։ Խաչիկի հայրն էլ է մեկնել արտագնա աշխատանքի Ռուսաստանի Դաշնություն, ու տղան այսօր էլ երազում է, որ հայրը տուն վերադառնա եւ խաղաղություն լինի։ Կիրակի օրը Հայաստանի մի շարք մարզերում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, հիմնականում նրանք անցան խաղաղ եւ կանխատեսելի հետևանքներով։ Որոշ տեղերում, սակայն, ընտրությունների ժամանակ ի հայտ եկան կրիմինալ խմբավորումները։ Ընդհանուր առմամբ թիմ ընտրությունները ցույց տվեցին, որ պայքարը հեռու է թե քաղաքական եւ թե անգամ քաղաքակիրթ լինելուց։ Օրվա գլխավոր թեման։ Երեք հանրապետականը 317 համայնքային ընտրությունների ժամանակ պարտվել է 30-ից փոքր-ինչ ավել համայնքներում։ Այստեղ ինչ-որ տրագեդիա կամ չգիտեմ, ինչ-որ բան չի եղել։ Հովհաննես Սահակյանն այս պարտությունները կուսակցության թուլացումով չի բացատրի։ Չի թուլացել, ոչ ճիշտ քաղաքականություն է արել, ոչ ճիշտ, ասենք, բառից լավ իմաստով ներդրում է արել ինչ-որ անձանց վրա։ Ինքը հիշեցնում է, որ ավելի քան 280 համայնքներում հանրապետականը հաղթել է, իսկ պարտություններն ավելի կուժեղացնեն կուսակցությանը։ Մեր համար օրինակ այդ 30 համայնքները շատ ավելի կարևոր են այլևս դարձել, քան թե մյուսները։ Դե մենք տեսնում ենք այդտեղ խնդիր ունենք եւ 30 համայնքներից մենք պետք է ձայներ վերցնենք 2017 թվականին։ Մի քանի համայնքներում հանրապետականի պարտությունն ըստ Հովհաննես Սահակյանի ցույց է տալիս, որ քաղաքական մյուս ուժերը նույնպես անցել են պայքարի քաղաքական եղանակներին։ Փողոցն այլևս պայքարի թատերաբեմ չէ։ Ամեն գնով հաղթելը մեր համար նպատակ չէ։ Միքայել Մելքումյանի համար համայնքներում հանրապետականի հաղթանակը հարցեր է առաջացնում, երբ հիշում ենք վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերը Հայաստանի տնտեսության շատ ծանր վիճակում գտնվելու մասին։ Եթե լիներ շատ այսպես թափանցիկ, շատ այսպես արդարի մոտ ընտրություններ, ավելի շատ տեղերում դիպարտվեն, որտեղ դա ակնհայտ բան է, վիճակը վատ է, չի կարա իշխողը հաղթել։ Թեպետ ԲՀԿ թեկնածուների մեծ մասը հաղթել է համայնքապետերի կամ ավականու երեկվա ընտրություններում, Միքայել Մելքումյանը չի ասի, թե ժողովուրդն արդեն ընտրությունների հանդեպ վստահություն ունի։ ԲՀԿ-ական падգամավորն ինչ-որ առաջընթաց սակայն տեսնում է, ըստ նրա անդիմադիր կուսակցությունները այսուհետև պետք է մտածեն ավելի մրցունակ թեկնածուներ առաջադրելու մասին։ Եթե ոչ իշխանական ուժերը այնտեղ որտեղ որ հանրապետական համայնքապետա չեն կարողանում
առաջադրեն այնպիսի կերպարներ մարդիկ, որ գոնե այս եղածի համեմատ վստահություններ չունեն, դա շատ վատ է։ Իդեպ պարոն Մելքումյանը տեղյակ է, որ գյուղերից մեկում հաղթել է քաղաքացիական պայմանագրի տեխնացուն։ Նա մտածում է օրենս դրական մի նախաձեռնության մասին, որով իշխանությունը պարտավորված կլինի ինդիմադիր գյուղապետ ունեցող գյուղերը ֆինանսավորել նույն ծրագրերով, որոնցով ֆինանսավորում է հանրապետական գյուղապետ ունեցող գյուղերը։ Սովորաբար ընդունված է ասել, որ տեղական ինքնակառավարման մարմինները Հայաստանում առանձնապես մեծ դեր չեն խաղում, քանի որ ունեն չնչին բյուջեներ եւ ամբողջությամբ կախված են մարզպետարանի քմահաճույքից։ Դա իհարկե մասամբ ճիշտ է, բայց այդ դեպքում դժվար է բացատրել, թե ինչու որոշ քաղաքներում եւ գյուղերում կատաղի պայքար է ընթանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար։ Ըստ երևույթին այնուամենայնիվ կան ինչ-ինչ նյութական շահագրգռվածություններ։ Նախ գյուղապետը եւ քաղաքապետը բյուջեից ստանում են որոշակի գումարներ իրենց վարչակազմը պահելու համար եւ այդ վարչակազմում կարելի է ընդգրկել ամբողջ սեփական ազգուտակը։ Երկրորդ, եթե խոսքը ասենք Էջմիածնի մասին է, ապա քաղաքապետի ստորագրությունից շատ բան է կախված, նա կարող է ինչ-որ բաներ թույլատրել կամ ինչ-որ բաներ արգելել, թե ֆիզիկական եւ թե իրավաբանական անձանց, հետեւաբար կան բաներ, որոնց համար արժե պայքարել։ Տեղական ինքնակառավարման մարմինը նաև անհրաժեշտ գործիք է ընտրությունները կեղծելու համար։ Բացի ՀՀԿ-ից եւ մի շարք այլ հարուստ կուսակցություններից, մնացած քաղաքական ուժերը հիմնականում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում են դեպքից դեպք, որովհետեւ չունեն համապատասխան ռեսուրսներ։ Իհարկե բացառություն են Վանաձորը եւ Գյումրին։ Այլ տեղերում գյուղապետարանների եւ քաղաքապետարանների աշխատանքը հոգուտ իշխանության հարթ է անցնում եւ սովորաբար ավարտվում է հեշտ հաղթանակով։ Ամեկ պլյուսի զրուցակիցն է Ժառանգություն կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը։ Դավիթ, թիմ ընտրությունները, որոնք անցան 3, դրանք ինչ-որ ձևով տարբերվում էին համապետական ընտրություններից կամ թիմ ընտրություններից, որոնք եղել են նախկինում։ Մի երկու հաջողություններ գրանցվել են, որ հանրապետական կուսակցության տեխնացուն չի անցել, բայց մեծ հաշվով ոչ, մեծ հաշվով խախտումները կային։ Տեսեք, այս ընտրությունների ժամանակ խախտումները ավելի քիչ են լինում, որովհետև նշանակությունը այդքան ժողովուրդը այդ մեծ հույսեր չի կապում այս ընտրությունների հետ։ Դրա համար երբ որ կա հույս կա, որ ինչ-որ բան պետք է փոխվի, հույս կա, որ երբ որ կա ուղղակիորեն ճնշում իշխանությունների վրա, իշխանությունները այդ ժամանակ փորձում են խախտումները գերազանցել, անել ամեն ինչ, որ չկորցնեն։ Եվ այս ընտրությունները որոշակի իր բազմաթիվ խախտումներով հանդերձ 1-2 հաջողություններ գրանցվեցին։ Թիմ ընտրություններում նաև կա այն յուրահատկությունը, որ ենթադրենք ինչ-որ մարդ, որը հեղինակություն է արժանի կամ ոչ արժանի հեղինակություն է փոքր գյուղում կամ փոքր քաղաքում, նա ընտրվում է անկախ ամեն ինչից, անկախ կուսակցական պատկանելիությունից։ Կա, դա կա, տեսեք, նույն գյուղում կարող է իշխանության նախագահի տեխնացուն կամ ազգային ժողովի իշխանության ցուցակը կամ նույն գյուղում այդքան ձայն չտանի, ինչքան որ տանում է գյուղապետի ընտրության ժամանակ, որտեղ հիմնականում ընտրում են այն տեխնացուին, որը որ հեղինակությունն է, մեծ ազգակցական մեծ կապեր ունի եւ այլն, ու այդ առումով այո, այդ հանգամանք կա ու դա հիմնականում խանգարող է։ Այն, որ Գյումրիում եւ Վանաձորում ընտրվելու է ոչ թե քաղաքապետ, այլ ավագանի, այսպես ասած, պարլամենտ, հա, որը հետո կընտրի, դա ինչ որ ձևով ազդելու է այդ ընտրությունների վրա։ Երևանի մոդելով է այդ փոխվել են այդ երկու քաղաքների համար, Երևանի մոդելով նույն։ Կտեսնենք առաջիկայում, այստեղ որոշակի քաղաքական դերակատարությունը կմեծանա, որտեղ կուսակցություններն են կռիվ տալու, այսպես ասած, բայց մեծ հաշվով փոփոխություններ կլինի, երբ որ լինի փոփոխություն հիմնովին, հա, ոչ թե ինչ-որ առանձին մի քաղաքում, մի գյուղում, ընդհանուր երկրում մթնոլորտ պետք է փոխվի, որպեսզի մենք ունենանք նոր իրավիճակ, որպեսզի քաղաքացիները ուղղակիորեն վստահեն ընտրական համակարգին ու փորձեն դրա միջոցով երկրում փոփոխություններ բերել։ Այն, որ կուսակցությունները մասնակցելու են այս երկու ընտրություններում, իշխանությունը շահագրգռված է, որ լինի ապաքաղաքական, չէ՞, դա քաղաքականացնում է Գյումրիում իրավիճակը։ Ինձ թվում է որոշակի քաղաքականացնի, որոշակի քաղաքական պայքար է գնալու, որտեղ մինչ այդ, հա, նույն Երևանում էլ մինչ այդ
մինչև Երևանի մասին օրենքի ընդունելը ուղղակիորեն թաղային հեղինակություններ հիմա էլ այդպիսիները Երևանում էլ կան, բայց որոշակիորեն քաղաքական կուսակցության վրա պատասխանատվություն անում։ Եթե այն ժամանակ ասում են այն մեկն է, դե հիմա ինչ անենք, բայց իրենց այսպես ասած մարդն է, բայց հիմա արդեն չեն կարող ասեն այն մեկն է, իրենց կուսակցության ներկայացուցիչն է, որոշակիորեն այո տարբերություն։ Քանի որ դուք Երևանում ավականու անդամ եք, դուք կարող եք ասել, ենթադրենք մի քանի հոգի Գյումրիում կամ չգիտեմ, Վանաձորում ընտրվեն ընդդիմությունից։ Նրանք կարող են ազդել գոնե քաղաքի մասշտաբով իրականության վրա։ Նրանցից է կախված, եթե ուղղակիորեն պայքար տանեն, այո, որոշակի ազդեցություն Երևանում մենք կարող եմ ասել, որ Բարև Երևանը իր ազդեցություն ունեցել է process-ների վրա, քաղաքում տարվող իշխանական process-ների վրա եւ բազմաթիվ հարցեր են լուծվել, ինստիտուցիոնալ վիճակի է բերվել, այսինքն այն օրենքը, որ գրված է Երևանի ավականու համար, քաղաքապետարանի համար, այդ օրենքը սկսել է ավելի լավ գործել։ Ես կուզենամ, որ եւ Գյումրիում, եւ Վանաձորում, եւ մնացած համայնքներում ընդդիմադիր տեխնացուները ինչքան է որ ժառանգությունը չի մասնակցում, այնուամենայնիվ մեր համար հաջողություն կլինի, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը կամ ընդդիմադիր գործիչները ուղղակիորեն կարողանան հանրապետականի նկատմամբ հաղթանակ տանել։ Երկու բառով ինչու ժառանգությունը չի մասնակցում։ Ժառանգության առաջնորդները ուղղակի բանտերում էին, ժառանգությունը չէր կարող ֆիզիկապես, բացի այդ մենք ունենք բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ այս պահին եւ մենք չենք կարծում, որ այս պահին այդ թիմ ընտրություններով պետք է զբաղվենք ու ավելի եթե երկրում մարդը իր խոսքի համար, իր քաղաքական հայացքի համար հայտնվում է բանտում, ժողովրդավարությունից խոսելը ընդհանրապես ընտրությունները ժողովրդավարության մի ձևն են, հա, ժողովրդավարության սպասարկելու մի ձևն են եւ եթե ազատ խոսք չկա, եթե կան ուղղակի խղճի բանտարկյալներ, ազատ խոսքի բանտարկյալներ, կարծիքի համար իրենց քաղաքական հայացքը հայտնելու համար բանտարկյալներ չեն կարծում, որ այս պահին մենք այնուամենայնիվ զբաղվում ենք այդ մարդկանց ազատության մեջ տեսնելու համար։ Շնորհակալություն Ռավիլի համար։ Իմ զրուցակիցն է Ժառանգություն կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը։ Հանրապետական խմբակցության падգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը գտնում է, որ բարոյական չէ լինել ընդդիմադիր եւ փորձել ընտրվել համայնքապետ Հայաստանի որևէ համայնքում։ Բարոյական խնդիրները իսկապես շատ լուրջ են դրված հանրապետական կուսակցությունում։ Դիտեք նաեւ մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մենք կհանդիպենք վաղը։ Այն մարդը, որ այս կառավարության ծրագրի, այս կառավարության, չգիտեմ, քաղաքականությանը դեմ է, նա չի ճիշտ էլ չի, բարոյական չի ամեն դեպս իրավական իրավունք ունի, ընտրվի, ասենք, համայնքապետ։ Слушай, я тебе мешал? Подожди. Ты тоже не мешай. Извини.